Հնարամիտ ապենդին Կիրգիզական հեքիաթ Մի անգամ խանը ապենդիին առաջարկում է. «Էй ապենդի, արի միասին գնանք որսի»։ Ապենդին համաձայնում է, բայց խանը հրամայում է ապենդիին ամենավատ ձին տալ, այնպիսի մի ձի, որը հազիվ էր ոտը ոտի առաջ դնում։ Նրանք ամբողջ օրը որս են անում, իսկ երեկոյան, երբ տուն են գալիս, հորդ անձրև է սկսում։ Խանը և նրա ջիգիտները, իրենց հիանալի նժույգները նստած, անմիջապես սլանում են տուն, իսկ խեղճ ապանդին մենակ մնում է հորդ անձրևի տակ։ Ինչքան էլ խփում է ձիուն, այս ձին մի քայլ անգամ չի արագացնում։ Ինչ անի։ Ապենդին հանում է շորերն ու նստում վրան։ Երբ արդեն քաղաք է հասնում, անձրևը դադարում է։ Ապենդին հագնում է շորերն ու խանի մոտ գնում։ Խանը զարմանում է, երբ տեսնում է, որ ապենդիի շորերը չոր են։ «Էй ապենդի», հարցնում է նա, «քեզ ո՞նց հաջողվեց չոր մնալ։ Մենք ինչքան հնարավոր էր, արագ սլացանք տուն, բայց էլի թրջվեցինք»։ Խան, բանից պարզվեց, որ ինձ հիանալի ձի եք տվել։ Նա այնպես թռավ, որ նույնիսկ քամին չկարողացավ մեր ետևից հասնել։ Մի ակնթարթում ինձ քաղաք հասցրեց, և հենց որ անձրևը դադարեց, ես եկա ձեզ մոտ։ Խանը այս լսելով շատ է զարմանում և ջիգիտներին հրամայում է ապենդիի քնձռոտ ձիուն լավ կերակրել։ Շուտով խանը որսի նոր պատրաստություն է տեսնում։ Ապենդիին էլ տանում է հետը։ Այս անգամ նրան մի լավ ձի է տալիս, իսկ ինքն էլ յաբույն հեծնում։ Երբ տուն էին գալիս, երկինքը նորից ծածկվում է սև ամպերով ու նորից հորդ անձրև է սկսում։ Ապենդին մտրակում է իր ձիուն, նրան են հետևում խանի ջիգիտները, և բոլորը արագ հասնում են քաղաք։ Խանը սպասում էր, թե ուր որ է, իր ձին թռչելու է մյուսների ետևից, բայց յաբուն նույնիսկ տեղից չի էլ ուզում շարժվի։ Խանը մինչև ոսկորները թրջվում ու մրսում է։ Մի կերպ տուն է հասնում, ներս է մտնում ու ինչ տեսնի։ Չոր շորերը հագին, ապենդին իր համար հանգիստ նստած է։ Խանը բարկանում ու ասում է. «Ինչու ինձ խաբեցիր։ Ես էլ քեզ հավատացի ու բոլորովին ջուր դարձա»։ Իսկ ապենդին խորամանկ պատասխանում է. «Տեր իմ, պետք չէ ինձ վրա բարկանալ։ Հարկավոր էր շորերը հանել, դնել ձեր տակը և անձրևից հետո հագնել ու պալատ գալ չոր շորերով։ Ես անցյալ անգամ հենց այդպես էլ արել էի»։